Շնորհներով առատ Աստված եւս մեկ շաբաթ մեզ շնորհեց։ Եվ այս փորձառության մեջ, եւ այս կյանքի փորձառության մեջ հավաքվել ենք դարձյալ միաբան, լսելու իր ձայնը, լսելու իրեն եւ միմիայն իրեն եւ տեսնելու թե Աստված ինչ ունի մեզ ասելու այս օրերի մեջ։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ Աստծո խոսքը միշտ եւ մնայուն, անփոփոխ է եւ խոսում է։ Խոսել է անցյալում, խոսելու է այսօր եւ խոսելու է նաեւ վաղը։ Եվ այդ խոսքից կարճած կարող ենք մեր կյանքը ապրել եւ կազմակերպել։ Ուրախ եմ նաեւ տեղեկացնելու, որ այս կիրակի օրվանից սկսած մինչեւ Սուրբ Հարության կիրակին, 13 կիրակի, մենք կենտրոնանալու ենք մի նամակի վրա, որ նոր կտակարանում է եւ այդ նամակը կոչվում է Եբրայեցիներին ուղղված նամակ։ Եվ այս նամակի մեջ եւ այս նամակի միջոցով պիտի տեսնենք Աստծո մեծությունը, Աստծո գերազանցությունը, Տեր Հիսուս Քրիստոսի առավելությունը բոլոր իրերի, իրավիճակների, ստեղծագործության մեջ գործող էակների վրա։ Պիտի տեսնենք, թե Աստված ինչպես Քրիստոսի մեջ եւ Քրիստոսի միջոցով ամբողջացրեց եւ իրականացրեց իր ծրագիրը։ Գիտեք, այս օրերից մեջ, այսօր մինչդեռ ապրում ենք, մարդիկ տագավին փնտրտուքների մեջ են, եւ այս մարդիկ պայման չի, որ լինեն աշխարհի մարդիկ, եկեղեցու մեջ հավատացյալներ, հոգեվորականներ, հոգեվոր մարդիկ տագավին փնտրտուքների մեջ են, եւ այս փնտրտուքների փորձառության մեջ մենք բոլորս կանչված ենք մեկ անգամ եւս մեր հավատքը, մեր համոզումը եւ մեր հենարանը հստակեցնել, ում վրա ենք հենվում, ումից ենք կարճած ապրում եւ ինչպես է մեր կյանքը ազդվում, թե կախված ինչի ենք հավատում։ Աստծուն փառք եմ տալիս, որ Աստված մեզ գտավ, Աստված մեզ բարձրացրեց, Աստված մեզ նաեւ իր խոսքով քաջալերում է նաեւ այսօր։ Գիտեք, այս օրերի մեջ մենք բոլորս ինչ-որ բաներ ենք փնտրում եւ այս փնտրտուքի մեջ կարեւոր է հասկանալ, որ հոգեվոր հավատքի կյանքում, հոգեվոր հարթակի վրա ինչ-որ պետք էր Աստված արեց եւ իրականացրեց եւ ամբողջացրեց։ Այլևս ավելին անելու, այլևս ավելին փնտրելու, այլևս ավելին Աստծուց ակնկալելու կարիք չունենք։ Քրիստոս Աստծո վերջնական եւ ամբողջական հայտնությունն է։ Եբրայեցիներին ուղված նամակը գալիս եւ մեզ ցույց է տալիս, որ նա ավելի մեծ է, քան այն ամենը, ինչ եղել է նրանից առաջ։ Նա ավելի մեծ է, քան 5 տակարանի ցանկացած անձ։ Նա ավելի մեծ է, քան ցանկացած հաստատություն, ցանկացած ծիսակարգ, ցանկացած զոհաբերություն, որ անցյալում 5 տակարանի գրքերի մեջ եւ գրքերի միջոցով մենք տեսնում ենք։ Քրիստոսի գերազանցությունը ամեն ինչի վրա, Քրիստոսի գերազանցությունը առավել ամեն բանի վրա։ Եվ սա է մեր հավատքի հենքը, հիմքը, կանոնը, որովհետեւ կարողանանք տեսնել։ Եվ Եբրայեցիներին ուղված նամակը ամեն գլխի մեջ գրեթե ցույց է տալիս Քրիստոսի գերազանցությունը իրենից առաջ եղողների վրա։ Երբ որ կարդաք այս նամակը պիտի տեսնեք, թե Քրիստոս ինչպես է գերազանցում, ինչպես ավելի է, քան հրեշտակները, քան Մովսեսը, քան Հեսուն, Քրիստոս ինչպես է գերազանցում Ահարոնի եւ քահանայական ամբողջ այդ կարգը, Քրիստոսի գերազանցությունը հին ուխտի նկատմամբ, Քրիստոսի գերազանցությունը զոհաբերությունների նկատմամբ։ Եվ այսպիսով մենք սկսում ենք այս շարքը եւ այս շարքի մեջ եւ այս շարքի միջոցով նաեւ փորձելու ենք այս դեպի հարություն քայլել միասին, աղոթքով, սպասումով եւ մեր հոգեոր հավատքի կյանքի համար պետք եղած դասերը սովորելով։ Այս նամակի այն կարևոր միտքը, որ ամբողջացնում եւ ամփոփում եւ նաեւ սկիզբ է դնում այս նամակին, առաջին 3 համարներն են, որ այսօր պիտի նայենք։ Եկեք խոնարհվենք Աստծո առաջ, լսենք Աստծո խոսքը եւ նաեւ տեսնենք Աստված ինչ ունի մեզ ասելու այսօր։ Եբրայեցիներին ուղված նամակ, առաջին գլուխ, առաջին 4 համարները պիտի կարդանք։
Լսեցեք Աստծո խոսքը։ Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց եւ որի միջոցով ստեղծեց նաեւ դարերը։ Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմում բարձունքներում եւ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։ Ամեն Աստծո խոսքին։ Հետաքրքիր է տեսնել, թե այս նամակը ում է ուղղված։ Արդեն իսկ անունը ասում է եբրայեցիներին ուղղված նամակ, հրեաներին։ Բայց երբ որ կարդում ենք նամակը, տեսնում ենք, որ սրանք միայն հրեությունից դեպի Քրիստոս դարձի եկած հրեաներ չէին։ Գոնե 3 խմբեր կան, որ այս նամակի մեջ հասցեական պատգամներ են ուղղվում։ Այո, այս նամակի մեծ մասը ուղղված է հրեությունից դեպի քրիստոնեություն դարձի եկած հավատացյալներին եւ նրանց քաջալերում, հորդորում, խրախուսում են, որբեսի ետ չնայեն եւ անցյալի իրենց փորձառությունները, ծիսակարգերը, համոզումներն ու հավատալիքները չբերեն եւ չփաթաթեն Քրիստոսի շուրջ։ Բայց նաեւ այս նամակի մեջ տեսնում ենք կան մարդիկ, ովքեր այդ խմբի մեջ են, որոշ մտքերի հետ համաձայն են, բայց Քրիստոսին որպես Տեր չեն դավանում, Քրիստոսին որպես Տեր չեն հնազանդվում եւ շարունակում են իրենց կյանքն ու համոզումները ապրել ինչպես որ են։ Հետաքրքրական է, չէ՞։ Այս նույն մոտեցումով կարող ենք նաեւ այսօր քննել եկեղեցիները։ Եվ կարող ենք տեսնել, որ եկեղեցիներում կան մարդիկ, ովքեր խորապես, համոզումով, հավատքով փորձում են հաճեցնել Աստծուն։ Կան մարդիկ, ովքեր իմիջայլոց գալիս են, համակրում են, սիրում են երգերը, սիրում են աղոթքները, սիրում են խոսքը, բայց իրենց կյանքի մեջ փոփոխություն, հնազանդություն տեսանելի չկա։ Եվ երրորդ խումբը, որ տեսնում ենք այս նամակի մեջ, մարդիկ են, ովքեր հակառակ են, ովքեր ընդդիմանում, հակառակվում, ըմբոստանում եւ կանգնում եւ ապստամբում են։ Առաքյալը իր խոսքը ուղղում է նաեւ նման մարդկանց եւ հորդորում ու զգուշացնում այս նամակի մեջ եւ այս նամակի միջոցով։ Առաջին համարում կարդում ենք Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Հետաքրքրական է։ Աստված խոսել է։ Աստված խոսել է չի նշանակում միայն անցյալում։ Աստված խոսել է նշանակում է, որ Աստված միշտ խոսել է։ Աստված խոսել է անցյալում եւ հեղինակը ցույց է տալիս, որ մարդկային պատմության ամենասկզբից տարբեր ժամանակներում Աստված հայտնել է ինքն իրեն։ Աստված խոսել է տարբեր ձևերով։ Եվ հետաքրքիր երկու բառեր է գործածում հեղինակը այս նամակի մեջ՝ բազմիցս եւ բազում ձևերով կամ բազմակերպ։ Եվ երբ որ կարդում ենք 5 տաղանի գրքերը, տեսնում ենք, որ սրանք ձևեր են, ուր Աստված ինքն իրեն հայտնել է տարբեր կերպերով, մաս առ մաս, 5 տաղանի գրքերի միջոցով, մարգարեական գրքերի միջոցով, իմաստասիրական գրքերի միջոցով, պատմական գրքերի միջոցով, օրենքի գրքերի միջոցով, Աստված տարբեր կերպերով խոսել եւ ներկայացել է, խոսել է տեսիլքների միջոցով, խոսել է առակներով, խոսել է խորհրդանիշների միջոցով, խոսել է մարդկանց միջոցով, խոսել է հրեշտակների միջոցով, խոսել է այլ էակների միջոցով, կենդանիների միջոցով, Աստված գործածել է ամեն բան ինքն իրեն հայտնելու համար։ Եվ այս հայտնությունը որքան էլ որ իրական է եղել, բայց ամբողջական չէ եղել։ Եվ այդ հայտնության մեջ եւ այդ հայտնության միջոցով Աստված բազում կերպեր, ձևեր օգտագործել է, որբեսի հայտնի ինքն իրեն մարդկությանը։
Հետաքրքիր է, որ հեղինակը շարունակում է ասելով իր օրերի համար այս վերջին օրերին խոսեց մեզ հետ իր որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց եւ որի միջոցով ստեղծեց նաեւ դարերը։ Ինչ է նշանակում այս վերջին օրեր արտահայտությունը։ Ինչ է նշանակում այս վերջին օրեր արտահայտությունը։ Կարող ենք շատ տարբեր կերպերով սա հասկանալ։ Կարող է սա նշանակել, որ սա հայտնության վերջին շրջանն էր, որ Աստված իր հայտնությունը, ինքնահայտնությունը ամբողջացրեց իր որդու մեջ եւ իր որդու միջոցով։ Կարող է սա նշանակել, որ Քրիստոսում եղած հայտնությունը դա վերջնական հայտնությունն է։ Եվ դրանից հետո այլևս ոչ մեկ ձևով պետք չի գա, որ Աստված ինքն իրեն հայտնի։ Կամ կարող ենք սա հասկանալ նաև մեսիական իմաստով, որ այդ վերջին օրերը այն մեսիական խոստումն էր, որին սպասում էին հրեաները։ Եվ ճիշտ է, որ այս ձևով նկատենք։ Նայեցեք Երեմիայի մարգարեության մեջ Աստծո խոսքը մեզ ինչ է խոստանում։ Երեմիա 33:14-16 համարներ։ Ահա օրեր են գալու, ասում է Տերը, երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին եւ Հուդայի տան մասին։ Այն օրերին եւ այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շարավիղ պիտի ծլեցնեմ, եւ նա իրավունք եւ արդարություն պիտի գործադրի երկրում։ Այն օրերին Հուդան պիտի ազատվի եւ Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, եւ այսպես պիտի կոչվի նա. Տերը մեր արդարությունը։ Հովանու ավետարանում Սամարացի գնոջ հետ երկխոսության մեջ Սամարացի կինը հետաքրքիր մի բան է ասում։ Նայեցեք ինչ է ասում. Գիտեմ, որ Մեսիան պիտի գա, որը կոչվում է Քրիստոս, եւ երբ նա գա, ամեն բան մեզ կբացատրի։ Մեսիայի գալով Աստծո հայտնությունը լինելու էր ամբողջական եւ վերջնական։ Եվ ուրեմն Աստված խոսեց իր որդու միջոցով։ Այս նամակի մեջ եւ այս նամակի միջոցով սա հայտարարություն էր շրջադարձային, որ մարդկանց մտքերը, համոզումները, սպասելիքները, ակնկալիքները, նույնիսկ հավատքը մարտահրավերի առջև կանգնեցնող։ Աստված խոսեց եւ վերջագետ։ Աստված խոսեց եւ այդ խոսքը ամբողջական էր, լիարժեք էր, եւ այդ խոսքի մեջ եւ այդ խոսքի միջոցով Աստված հայտնեց ինքն իրեն ամբողջապես։ Եվ հետաքրքրական է, որ ասում է որդու միջոցով խոսեց, որին նաև ժառանգ կարգեց։ Եթե Հիսուս Աստծո որդին է, քանի որ Հիսուս Աստծո որդին է, ուրեմն նա ժառանգն է այն ամենի, ինչ պատկանում է Աստծուն։ Այն ամենը, ինչ գոյություն ունի։ Այն ամենը, ինչ գոյություն ունի, իր վերջնական նպատակին կհասնի, երբ որ այդ ամենը գա եւ Քրիստոսի ոտքերի առջև դրվի եւ Քրիստոսի իշխանության տակ լինի։ Ամբողջ ստեղծագործությունը կհասնի իր նպատակին միայն այն դեպքում, երբ որ ամեն բան Քրիստոսին հնազանդի։ Ամեն։ Սաղմոս 2-ի մեջ նայեցեք ինչ է ասում։ Սաղմոս 2-ի մեջ, որ մեսիական Սաղմոսը հետևյալ ձևով է ասում. Ես իմ թագավորին դրեցի Սիոնի վրա, իմ սուրբ լեռան վրա։ Դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Խնդրիր ինձ եւ ազգերին կտամ քեզ ժառանգություն եւ երկրի ծայրերը քո սեփականությունը կլինի։ Սաղմոս 89-ի մեջ Սաղմոս 2-ն ասում է. ես նրան կդարձնեմ իմ անդրանիկը, երկրի թագավորներից ամենաբարձրը։ Անդրանիկ բառը հայրենի մեջ առաջնեկի իմաստով է, բայց բնագրի մեջ եւ այս հատվածների մեջ այն ավելի շեշտում է ոչ թե առաջնեկ որպես ծնունդ, այլ մեկը, որ ժառանգորդն է իրավունքի իմաստով։ Եվ այս իմաստով Քրիստոս դառնում է ժառանգորդը, գերագույն ժառանգորդը, անդրանիկը այն ամենի, ինչ ստեղծվել է եւ Աստված ամեն ինչ նրա ոտքերի տակ է հնազանդեցնելու։ Ամեն ինչ, ինչ որ գոյություն ունի, տեսանելի թե անտեսանելի, Քրիստոսի համար է։
ինչ որ տեսնում ենք եւ ինչ որ չենք տեսնում, իր լրումին եւ ամբողջությանը կհասնի, երբ որ այս ամենը Աստծո կողմից Քրիստոսի իշխանությանը հանձնվի։ Եբրայեցիս առաջին գլխի ներողություն եւ այս առաջին մի քանի համարների մեջ մենք տեսնում ենք, որ Աստված նախաբանի պես մեզ ցույց է տալիս, որ Քրիստոսն է ամենը ամեն բանի մեջ։ Եվ ոչ միայն սա, նա նաև արարիչն է։ Մենք գոչված ենք եւ այսպես ենք, չէ, հավատում, որ Հայրն է արարիչ։ Բայց եկեք ու տեսեք, որ նոր գտակարանի մեջ բազում հատվածներ եւ մանավանդ այս հատվածը մեզ շեշտում են, որ Քրիստոս արարիչն է։ Քրիստոս ոչ միայն փրկիչն է, ոչ միայն որդին է, այլ նաև արարիչն է, որտեղ հատվածն ասում է, որի միջոցով էլ ստեղծեց աշխարհը։ Հովհաննեսի ավետարան առաջին գլուխ 3-րդ համարում կարդում ենք. ամեն բան նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Հիսուսի աստվածության ամենամեծ ապացույցներից մեկը։ Պետք չունենք համարներ փնտրելու, որ նախադասությունը այսպես լինի. Հիսուս Քրիստոս Աստված է։ Հիսուս Քրիստոսի աստվածությունը փաստող ամենահզոր ապացույցներից մեկը նրա արարիչ լինելն է։ Եվ ահավասիկ այս հատվածը եւս շեշտում է ամեն բան նրա միջոցով եւ նրա համար ստեղծվեց։ Երկու համարներ ունենք, որ սրանք փաստում են։ Ստեղծելու կարողությունը ստեղծիչ որպես, սա միմիայն Աստծուն է պատկանում։ Այս հատկանիշը, այս էությունը, այս բնութագիրը միմիայն Աստծուն է պատկանում։ Եվ հետաքրքրական է տեսնել, որ Քրիստոս ոչ միայն տեսանելի աշխարհի ստեղծիչն է, այլ նաև անդեսանելի, հոգևոր իրականության, որի մեջ մենք ապրում ենք։ Մեկ այլ բառ, որ այստեղ շատ կարևոր է։ Երբ որ խոսում ենք աշխարհ բառի մասին, հին գտակարան, նոր գտակարան, մանավանդ աստվածաբանական լեզվի մեջ գործածվում է մի բառ, որ բնութագրում է աշխարհը, տեսանելին։ Բայց երբ որ ստեղծագործությունը եւ հոգևոր եւ ֆիզիկական աշխարհը միասին եւ ժամանակներն ու ժամանակացույցերը միասին պիտի ներկայացվի, լրիվ ուրիշ բառ է օգտագործվում։ Եվ այստեղ, որ թարգմանվել է դարեր, ճիշտ այդ բառն է։ Դարերը չի սահմանափակվում միայն նյութական աշխարհով։ Դարերը չի սահմանափակվում միայն ժամանակներով ու ժամանակաշրջաններով։ Դարերը ամբողջացնում եւ ներկայացնում է ամբողջ ստեղծագործությունը եւ այն ժամանակաշրջանը, որ Աստված նշանակել է եւ որի մեջ իր ծրագիրն ու իր կամքը իրականացնելու է։ Քրիստոս ստեղծել է ամեն բան, Քրիստոս ստեղծիչն է եւ սա հայտարարություն է, որ նամակի ամենասկզբից դրվում է։ Հին գտակարանը հայտնում էր Աստծուն, բայց հայտնում էր Աստծուն մաս առ մաս։ Հին գտակարանի մեջ մենք տեսնում ենք, թե Աստված ինչպես Նոյի միջոցով հիմք դրեց փրկության ծրագրի, ազատելով իրեն եւ իր ընտանիքը ջրհեղեղից։ Հին գտակարանի միջոցով տեսնում ենք, թե Աստված ինչպես Դանիելի միջոցով ցույց տվեց այն տեսիլքը, որ իր որդին պիտի գար եւ որդու մեծությունն ու փառքը։ Հին գտակարանի մեջ տեսնում ենք, թե ինչպես ամեն գրքի, ամեն հերոսի պատմության ու փորձառության մեջ Աստված մատնանշում է եւ ցույց է տալիս այն մեկին, որ պիտի գա եւ որի միջոցով ինքը իր ամբողջական հայտնությունը պիտի ներկայացնի։ Այս հատվածը շարունակում է ասելով. նա է նրա փառքի լույսը եւ նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմում բարձունքներում։ Նա է նրա փառքի լույսը եւ նրա էության արտահայտումը։ Ոչ մեկ հատված, ոչ հրեշտակների, ոչ ուրիշ այլ էակների, ոչ մեկ հին գտակարանի հերոսների համար չեք գտնի, որ նման ձևով նկարագրի եւ ներկայացնի։ Քրիստոսը միակ Աստծո փառքի լույսն է եւ շողարցագումը, լույս տվողը։ Դրա համար Հովանու ավետարանում
Հիսուս կանգնեց և իլուր աշխարհի ասեց. ես եմ աշխարհի լույսը։ Ես եմ աշխարհի լույսը, և ով որ ինձ հավատա, խավարի մեջ չպիտի մնա, ով որ ինձ գա, խավարի մեջ չպիտի մնա, այսինքն խավարի իշխանության տակ չպիտի լինի։ Մենք ապրում ենք խավարով լցված աշխարհում, անարդարության խավարը, ձախողության խավարը, կարիքների մեջ խեղդված և կարիքների մեջ, մթության մեջ պտտող, թափառումների մեջ եղող մարդկանցով շրջապատված, բաժանումների, հիվանդության ու մահվան խավարը, սրանք բոլորը մեր շուրջն են, սրանք բոլորը փորձառություններ են, որ առանց Աստծո մարդ մտնում, ունենում և անցնում է, և այս խավար աշխարհի մեջ Աստված ուղարկում է իր լույսը, ուղարկեց իր լույսը, որի մեջ ու որի միջոցով խավարը այլևս իզորու չէ բռնելու, պահելու նրանց, ովքեր իրենց հայացքը ուղղում են դեպի լույսը և քայլում դեպի լույսը։ Որտեղ Քրիստոսն է, լույսն այնտեղ է, որտեղ Քրիստոսն է, հույսն այնտեղ է, որտեղ Քրիստոսն է, հավիտենական սպասումը այնտեղ է։ Այս հատվածը մեզ ասում է, որ նա արտահայտում է ճշգրտորեն Աստծո էությունը, ի հայտ է բերում, ցույց է տալիս ով է Աստված։ Գիտեք, 5 դագարանում որևիցե մեկը չէր կարող տեսնել Աստծուն, նույնիսկ զգուշացում կար, եթե մեկը տեսնի, շուտով պիտի մեռնի, անպայման պիտի մեռնի, կարելի չէր տեսնել Աստծուն։ Եվ հիմա տեսեք Աստծո մեծագույն շնորհը, Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով հայտնում է ինքն իրեն, և նրան տեսնողները ոչ թե մեռնում, այլ ապրում են, նրան լսողները ոչ թե խլանում, այլ իրենց ականջներն է բացվում, նրան հավատացողները փրկություն և կյանք են գտնում։ Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո ամբողջական հայտնությունն է։ Կողոսացիներին ուղված նամակ առաջին գլուխ 15 համարում հեղինակ ասում է. նա է անտեսանելի Աստծո պատկերը։ Այս բառերը, որ օգտագործվում են ճիշտ ու ճիշտ պատկերավոր դարձնելու համար, պատկերացրեք, որ ապրեինք մի ժամանակ, ուր թագավորը իր պատկերը պիտի դրամի վրա տպեր։ Եվ ճիշտ ու ճիշտ այդ պատկերը պիտի արտահայտեր, թե ում է պատկանում այս դրամը և ում է արտահայտում, արտացոլում այս դրամը։ Ճիշտ ու ճիշտ այս օրինակով է նաև այս հատվածը և այս բառամթերքը օգտագործված։ Ինչպես արևը, որի շողերը ցույց են տալիս արևի մեծությունը, լույսը, որի շողերն ու ճառագայթները փոխանցում են արևի ջերմությունը և լույսը, այնպես էլ Քրիստոս արտահայտում ու ներկայացնում է Արարիչ Աստծո, Հայր Աստծո էությունը ամբողջապես։ Սա չի նշանակում, որ Քրիստոս պարզապես Աստծուն նման է։ Սա նշանակում է, որ Քրիստոս ինքն Աստված է։ Քրիստոս նաև պահում է ամեն բան, այս հատվածն ասում է, որ նա է պահում ամեն բան իր զորության խոսքով։ Եվ այս պահելը նշանակում է, որ կրում է։ Մի բան երևակայեք, մեր Տերը Հիսուս Քրիստոս ոչ միայն արարիչն է, ոչ միայն փրկիչն է, այլ նաև մեկը, որ կրում է, պահում է, առաջնորդում է, աջակցում է և օգնում է, որ շարունակականությունը, հաջորդականությունը, ընթացքը ապահով լինի։ Եվ այս հատվածը գործածում է այս ժամանակաձևը ներկա ժամանակով, որ նշանակում է հիմա, այս պահին, Աստված տագավին շարունակում է պահել իր իսկ ստեղծագործությունը, պահել իր նպատակների համար, պահել իր միջոցներով, պահել իր փառքի համար։ Եվ որ այսպես ենք մտածում, նաև պետք է վստահ լինենք և հավատանք, որ Աստված, ինչպես որ Փիլիպպեցիներին ուղված նամակի մեջ է ասում, մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը խոստում ունի պահելու և պահելու և առաջնորդելու, որպեսզի մենք մեր հավատքի կյանքի մեջ կարողանանք ամուր մնալ։
Եվ ոչ միայն սա, հատվածը շարունակում է ասելով, որ նրա քավիչ գործը, մեղքերի մաքրումը նա կատարեց մեզ համար եւ նստեց հոր աջ կողմը։ Մեղքի վարձքը մահ է։ Անկախ նրանից մենք ինչպես ենք չափում մեղքը, փոքր կամ մեծ, տեսանելի կամ անտեսանելի, մարդկանց համար հայտնի կամ անհայտ, մեր որոշումներով, մեր փափագներով ու ցանկություններով երբեք լավը չենք կարողանում ընտրել, երբեք չենք կարողանում բարիի մեջ մնալ։ Աստված գիտի եւ դրա համար իր որդուն ուղարկեց աշխարհ, որբեսի մեղքի գերությունից ազատվենք, մահվան ստրկությունից ազատվենք, մահվան ճիրաններից ազատվենք։ Հիսուս Քրիստոս ստեղծեց աշխարհը եւ հետո մարդացավ, մտավ աշխարհ, որբեսի իմ եւ քո նման մեղավորին կարողանա կյանքի ճանապարհի վրա կանգնեցնել։ Եվ ի տարբերություն 5 դագարանի այն բոլոր ծիսակարգերի, զոհաբերությունների, քահանայական այն բոլոր ծառայությունների, որ շարունակական էին։ Մի բա երևակայեք 5 դագարանի քահանաների գործը։ Ամեն օր զոհաբերություններ, ամեն օր ոտքի վրա, գիշեր ու ցերեկ, տաճարում զոհաբերություններ, միջնորդական աղոթքներ, մեղքերի թողության համար աղոթքներ։ Եվ հիմա նայեցեք Աստծո շնորհքը։ Մեծ քահանայապետ ունենք, ասում է այս նամակը, որ միայն մեկ անգամ, մեկ զոհ, ինքն իրեն զոհելով կատարեց եւ ուշադրություն դարձրեք, նստեց հոր աջ կողմում։ 5 դարանում ոչ մի քահանա եւ ոչ մի քահանապետ չէր կարող նստել տաճարում։ Իր գործը ոտքի վրա էր, մնայուն եւ շարունակական, արգելված էր իրեն նստել։ Հիսուս միայն մեկ անգամ զոհողություն կատարեց, Հիսուս միայն մեկ անգամ որպես մեծ քահանապետ իր գործը կատարեց եւ այնուհետեւ նստեց հոր աջ կողմում։ Սա նշանակում է, որ գործը ավարտված է։ Սա նշանակում է, որ Տեր Հիսուս իր գործը ամբողջացրեց կատարյալ ձևով։ Եվ ուրեմն դրանից հետո այլևս ոչ մեկ բան պակաս չէ, ոչ մեկ բան կարելի չէ ավելացնել այդ գործի վրա։ Միայն մեկ զոհ։ Եվ Հիսուս խաչի վրա ինչ ասեց։ Ամեն բան կատարված է։ Եբրայեցիս այս նամակի մեջ 10-րդ գլուխ 12 համար, բայց նա մեկ անգամ զոհ մատուցելով մեղքերի համար հավիտյան նստեց Աստծո աջ կողմում։ Այլևս ոչ մեկ բանի կարիք ունենք, այլևս ոչ մեկ ձևով, ոչ մեկ բան պակաս է, որ մենք մտահոգվենք եւ մեր փնտրտուքների մեջ հոգեվոր հավատքի կյանքում փորձենք լրացնել կամ ավելացնել։ Այս նամակի այս առաջին 3 համարները գալիս հիմք են դնում եւ նաեւ հող պատրաստում, որբեսի մեզանից ամեն մեկը այսուհետև իր ինքնությունը, իր հավատքը կերակրելու, սնուցելու, իր հավատքը պահելու միակ կերպը տեսնի նրան, Քրիստոսին, եւ Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով հավատա, անրադառնա, ընդունի, որ Աստված իր վերջնական եւ ամբողջական հայտնությունը Քրիստոսի միջոցով իրականացրեց։ Ոչ առաջ եղող հայտնությունները, որ եղել են, իրենց բոլոր ծեսերով, կերպերով ու մեթոդներով, երազներով ու տեսիլքներով, ուղիղ խոսքերով եւ տարբեր կերպերով, այլևս իզորու չեն, հավասար չեն, համահունչ չեն այն հայտնության, որ Աստված Քրիստոսի միջոցով հայտնեց։ Աշխարհի մեջ այսօր մեծ վտանգ կա, եւ սա մեծ զգուշացում է նաեւ այսօր մեզ արթուն լինելու եւ զգոն լինելու։ Գիտեք ինչու աշխարհի մեջ կրոններ ավելացան, եւ պիտի խոսեմ ամենամեծ շարժումի մասին, իսլամի մասին, որովհետեւ իսլամի առաջնորդը եկավ եւ ասեց, որ այն հայտնությունը, որ Աստված Քրիստոսի միջոցով տվեց, ամբողջական չէր։ Ամբողջական հայտնությունը իմ միջոցով է եւ ամբողջական հայտնությունը միմիայն իմ միջոցով է։ Դրա համար
Իսլամի մեջ կգարթակ Քրիստոսի մասին որպես լավ մարդ, լավ ուսուցիչ, լավ մարգարե, բայց ոչ Աստծո ամբողջական եւ վերջնական հայտնություն։ Բոլոր այն ուղղությունները, բոլոր այն շարժումները, բոլոր այն հավատալիքները, նույնիսկ քրիստոնեությունը կրող անունով, որոնք չեն բավարարվում, չեն գոհանում, չեն տեսնում Աստծո վերջնական հայտնությունը Քրիստոսի մեջ, կասկածի տակ են դնում Քրիստոսի ով լինելը եւ Քրիստոսի ինքնությունը։ Այսօրվա պատգամը եւ այսօրվա պատգամի միակ միտքն ու գաղափարը հետեւյալն է. արթուն լինենք, զգոն լինենք, որբեսի Քրիստոսի մեջ մենք վերագտնենք մեր հավատքը եւ Քրիստոսին տանք այն փառքը, որ Աստված է տվել։ Քրիստոս մեր Տերը, Աստծո վերջնական եւ կատարյալ հայտնությունն է։ Քրիստոս մեր Տերը խոսեց եւ իր խոսքի միջոցով շարունակում է նաեւ այսօր խոսել մեզ։ Քրիստոս մեր Տերը ոչ միայն մեր փրկիչն է, արարիչն է, որի միջոցով ամեն բան պահվում է վերջին օրերի համար, մինչև մեր Տերը դարձյալ կգա։ Այսօր եկեք հաստատենք մեր հավատքը։ Այսօր եկեք վերանայենք մեր հավատքը։ Զգացմունքներից այն կողմ մեր հավատքը հենենք Քրիստոսի անձի վրա։ Մեր ակնկալիքներից ու սպասումներից այն կողմ նայենք Աստված ինչ է մեզ առաջարկել Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստծո վերջնական եւ ամբողջական հայտնությունն է, ում վրա հենվելով մեր հավատքը ամուր հիմք է ստանում, պաշտամունքը խորություն, իսկ հույսը անսասան վստահություն։ Թող Աստված օրհնի, առաջնորդի, որբեսի այս ճամփորդության մեջ մինչ դեպի զատիկ կարողանանք բոլորս մեկ, բոլորս միասին վայելել այն մեծությունը, այն Աստծո կատարյալ եւ ամբողջական գործը, որ Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով ունենք արդեն։ Թող Աստված օրհնի իր խոսքը եւ առաջնորդի ամեն մեկիս իր անվան փառքի համար։ Ամեն։